Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր հուլիսի 7-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Այսօր էլ ունենք կարևոր հարցեր քննարկելու։ Պարոն Նիկոլ Փաշինյանը վարչապետը Հայաստանի գտնվում է Եկատերինբուրգում։ Հանդիպել է պարոն Միշուստինի հետ, Ռուսաստանի վարչապետի հետ, հանդիպել են ընդլայնված կազմերով, բայց ինչ արդյունքների կողմերը եկան, ինչ մեսիջներ իրար ուղարկեցին, դա անչափ կարևոր է հասկանալ։ Միջ այսօր ոչ պարոն Միշուստինը, ոչ էլ պարոն Պուտինը չեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ այս հունիսի 7-ին անցկացված ընտրությունների հետ կապված կապակցությամբ չեն շնորհավորել։ Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը համարեց ճիշտ գնալ Ռուսաստան, փորձել ռուսական կողմի հետ լեզու գտնել, փորձել այդպես անել, որ մեզ համար ԵԱՏՄ-ի շուկաները բացվեն։ Կա հնարավորություն մանևրելու, թե ոչ։ Կիսվեմ ձեզ հետ իմ կարծիքներով։ Անկարայում սկսվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, պարզ է մոտորերս մենք մանրամասն կխոսենք, քանի որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը այդ կարևորագույն միջոցառում է ամբողջ աշխարհի համար, էդ էլ հաշվի առնելով պարոն Դոնալդ Տրամփի Միացյալ Նահանգների նախագահի առանձնահատուկ վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նկատմամբ, ՆԱՏՕ-ի եվրոպական ՆԱՏՕ անդամ եվրոպական երկրների քաղաքականության նկատմամբ շատ հետաքրքիր է դա ուսումնասիրել։ Ես պետք է ասեմ, որ Ադրբեջանը անում է լրջագույն քայլեր ուղղված Ռուսաստանի դեմ։ Ադրբեջանում անցկացվեց կոնֆերանս կապված այն կոտորածների, որոնք կատարվել են 19-րդ, 20-րդ դարերում հյուսիս կովկասյան ժողովուրդների դեմ, չերկեսների, չեչենների, ավարների, թաթարների դեմ։ Շատ լուրջ կոնֆերանս էր ուղղված Ռուսաստանի դեմ։ Ինչ է դա նշանակում։ Ի վերջո եկեք իրար չխաբենք, Ռուսաստանը նվիրեց Ղարաբաղը Ադրբեջանին։ Այդ ինչ շնորհակալական պատասխան է Ադրբեջանի կողմից, պետք է հասկանալ։ Պարզ է, այսօր էլ կանդրադառնամ մեկ թեմային, կապված Գագիկ Ծառուկյանի հետ։ Գագիկ Ծառուկյանի ձերբակալեցին, ինչքան հասկացա, ձեռնաշղթաներով տարան դատարան, ինքը գիտեք ուներ կենթանիներ, նաև այդ թվում առյուծներ, ինչքան հասկացա կենթանաբանական այգի տարան իր առյուծներին։ Այդ թեմայով էլ մի քանի խոսք ես ուզում եմ ասել, մեծ աղմուկ բարձրացրեց այս խուզարկությունների process-ը ամբողջ իր եւ տանը եւ բոլոր իր գրասենյակներում, իր բիզնեսի ընկերությունների գրասենյակներում մեծ արձագանք դա տվեց մեր հասարակության մեջ, նորից կանդրադառնամ նաև այս թեմային այսօր։ Ուրեմն, սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը, խնդրում ենք ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել։ Ես պետք է ասեմ, որ Եվրոմիությունը փորձում է մեզ աջակցել, փորձում է դուրս բերել այն ապրանքները Եվրոմիության շուկա, որոնք իրոք որակով բարձր են։ Օրինակ, մեր ծիրանը, մեր այլ մրգերը իրոք բարձր որակ ունեն, ստեղ խնդրեմ չկա մտնել, կարծես թե խնդրեմ չկա մտնել այդ շուկա, բայց եվրոպացիք փորձում են աջակցել։ Նաև ռեկլամ են անում Մարտակոսը, որը ընդլայնման կոմիսարն է Եվրոմիության կարևորագույն դեմքերից, այս մի քանի օր առաջ նորից եղավ Հայաստանում, Մարտակոսը արեց հայտարարություն Եվրոպայում, որ եվրոպացիք առնեն հայկական ծիրանը եւ մրգերը, քանի որ շատ լավ որակի են եւ այլ, ու ասես, որ դրանով դուք աջակցում եք Հայաստանի ֆերմերներին ու աջակցում եք Հայաստանի դեպի ժողովրդավարություն գնալը։ Ուրեմն, ինչ պարզվեց, ինչ ինֆորմացիա մենք ստացանք, որ Դոնալդ Տրամփը մեծ քսանյակի
Դուք հիշում եք մեծ 7-նյակը անցավ մի քանի ժամանակ առաջ, մեծ 20-նյակը գագաթնաժողովը կանցնի Միացյալ Նահանգներում այս տարվա դեկտեմբերին։ Ու գիտեք, այս գագաթնաժողովներում շատ ընդունված է հրավիրել առանձին պետությունների երկրների ղեկավարներին, երբ որ թեմատիկ շատ կարևոր է մեծ 7-նյակի կամ մեծ 20-նյակի պետությունների համար այս այլ պետությունների իրենց հետ ծրագրերը։ Օրինակ մեծ 20-նյակի Դոնալդ Թրամփը որոշեց հրավիրել դեկտեմբերին, որը կանցնի Ամերիկայում Ադրբեջանը, Ղազախստանը եւ Ուզբեկիստանը։ Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ուզբեկիստանի նախագահները կլինեն հյուրեր այդ գագաթնաժողովում, իրենց հրավիրեց Դոնալդ Թրամփը։ Շատ հասկանալի է ինձ համար, որ ինքը հրավիրեց, քանի որ Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Դոնալդ Թրամփ ուղու ծրագիր Հայաստանով մեծ կարևորություն ունի եւ Եվրոպայի համար, եւ Միացյալ Նահանգների համար, եւ Դոնալդ Թրամփի անձամբ, Դոնալդ Թրամփի համար։ Ուրեմն այս Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա այս կապը ապահովելու համար պետք է ներգրավել այս նախագաներին, իրանք ներգրաված են, բայց պարզը պետք է ուժեղացնել դա է պատճառը, որ Դոնալդ Թրամփը հրավիրեց։ Ադրբեջանը անում է, ես ասեցի սկզբում, բավական կոշտ քայլեր Ռուսաստանի դեմ։ Չգիտեմ, այդ ինչ ձև է շնորհակալություն հայտնել Պուտինին, որ Պուտինը նվիրեց Ադրբեջանին Ղարաբաղը, բայց ձև է պատասխանի Ադրբեջանի։ Ադրբեջանը փոխանակ շնորհակալ լինի, պատասխանում է բավական կոշտ քայլերով։ Ուրեմն Ադրբեջանում Շուշի քաղաքում անցավ մի կոնֆերանս, որի ընթացքում քննարկվեցին հարցեր կապված մշակութային եւ էթնիկ բազմազանության մասին։ Ինչի մասին է խոսքը։ Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի հյուսիսային Կովկասի ժողովուրդների մասին է խոսքը, լեզգինների, չերկեսների, ավարների, թաթարների, կումիկների եւ այլ հյուսիսային Կովկասի ժողովուրդների մասին։ Ու այդ կոնֆերանսում քննարկվեց հարց, օրինակ չերկեսների կոտորածների հետ կապված։ Կոնֆերանսի մասնակիցները տասնյակ երկրների մասնակիցները, նաև Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Լիտվա, Չեխիա, Պոլշա, Իսրայել, Թուրքիա, Վրաստան, Գերմանիա մասնակիցները քննարկում էին ոնց անենք այդպես, որ պատասխանատվության կանչենք Ռուսաստանին այս ժողովուրդների դեմ կոտորածներ կազմակերպելու համար ու հատուկ ընդգծվում է չերկեսների դեմ ցեղասպանությունը կամ կոտորածները։ Ես պետք է ասեմ, որ նաև հարցադրումներ էին արվում, որ այս փոքր ժողովուրդներին չտանեն պատերազմ Ուկրաինայի դեմ, այդ հարցներ բարձրացվում են։ Բավական ճիշտ է ձեզ ասեմ, բավական հակառուսաստանյան կոնֆերանս էր, Ադրբեջանը անում է այս դեպի քայլեր Ռուսաստանի դեմ։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը հերթական անգամ, երբ որ ռմբակոծում մեջ Ուկրաինան հերթական անգամ վնասեց ադրբեջանական օբյեկտները, նաև այդ Սոկարի բենզալացակայանը Ուկրաինայի մարզերից մեկում, հիշում եք նախկինում Օդեսայում ոչնչացրեցին մի քանի էներգետիկ օբյեկտներ, որոնք Ադրբեջանի սեփականություն են, ու Ադրբեջանի արտգործնախարարությունը կանչեցին Ռուսաստանի դեսպանին, Ադրբեջանի արտգործնախարարություն ու այնտեղ բողոքի նոտան ներկայացրեցին, հատուկ ասեցին այդ մեծ վնասի, որը Ռուսաստանը հասցնում է Ադրբեջանին Ուկրաինայում ու ասեցին, որ դա նպատակաուղղված է արվում, քանի որ չի կարող լինել պատահականություն, ռմբակոծվեց, հիշում եք Կիևում Ադրբեջանի դեսպանատուն, Խարկովում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքը վնասվեց Ռուսաստանի հարվածներից, Ադրբեջանը բավական խիստ քննադատեց Ռուսաստանին։ Հիմա կարևորագույն այսօրվա թեման Միշուստին Նիկոլ Փաշինյան։ Ես պետք է ասեմ, որ այդ բանակցությունները տևեցին 1.5 ժամ,
բուն բանակցությունները Միշուստին, Նիկոլ Փաշինյան նաև պատվիրակություններով ընդհանուր 1.5 ժամ տևեցին, պետք է ասեմ, որ նաև ցուցահանդեսում միասին էին Միշուստին, Նիկոլ Փաշինյան, բայց գլխավորը ձեզ ուզում եմ ասել մեսիջները, որը ուղեց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը եկավ ասելու, որ մենք պատրաստ ենք ձեզ հետ շարունակել աշխատել Ռուսաստանի հետ, մենք պատրաստ ենք ԵԱՏՄ-ի շրջանակներում աշխատել, բայց ԵԱՏՄ-ի խաղի կանոնները չեն աշխատում, մեխանիզմները չեն աշխատում։ Նու պարզ է ինքը նկատի ունի, որ մեզ համար շուկան փակ է ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի, դա ավտոմատ նշանակում ԵԱՏՄ-ն չի աշխատում։ Ու ինքը ասում է, մենք պատրաստ ենք աշխատել, մնալ ԵԱՏՄ-ի շրջանակներում եւ այլ եւ այլ։ Իմիջիայլս Իզվեստիան այսօր, Իզվեստիա թերթը Ռուսաստանի մեծ վերլուծական հոդված դրեց այս այցելության հետ կապված ու ասեց, որ Նիկոլ Փաշինյանը ասեց, մենք ուզում ենք շարունակել, բայց մի բան ճիշտ գրեցին, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է եվրոինտեգրացիայից։ Այո, Նիկոլ Փաշինյանը գնաց ասելու, որ չենք հրաժարվում եվրոինտեգրացիայից, բայց այդ հեռանկարը երկար կտևի, դա եկեք հիմա ձեզ հետ աշխատենք։ Շատ կարևոր է ով է մտել այդ պարոն Միշուստինի պատվիրակության մեջ։ Կար Նիկոլ Փաշինյանը իր պատվիրակությունում հետ դիմացը նստած էին Միշուստինը, վարչապետը Ռուսաստանի իր պատվիրակության հետ։ Օրինակ, կար պարոն Լիխաչովը Ռոսատոմի ղեկավարը։ Կար նաև Երկաթգծերի Ռուսաստանի ղեկավարը, կար ղեկավարը Ռոսսելխոզնադզոր, այն ղեկավարը, որը ֆորմալ փակեց պարզադակական որոշում էր, բայց ֆորմալ փակեց դե յուրե փակեց մեր ապրանքների արչև շուկան այս մարդը։ Այդ ղեկավարները բոլորը կային, ակնհայտ է, որ այդ բոլոր հարցերը քննարկվել են, հաղորդագրումների մասին, մանրամասնությունների մասին չի խոսվում, բայց պարզ է, Նիկոլ Փաշինյանը դնում էր հարցը այդպես. ԵԱՏՄ-ին մենք անդամ ենք, մենք պատրաստ ենք շարունակել աշխատել, բացեք շուկաները։ Ես պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում բացման այս պատվիրակությունների հանդիպման ժամանակ ասեց, որ ինքը հույսով է, որ ինչ որ հարցեր ստեղ կլուծվեն։ Միշուստինը իր կողմից ասեց, որ իրան գնահատում են, որ դա առաջի աշխատանքային այցելությունն է ընտրություններից հետո Հայաստանում, իրոք Տեհրանը մի քաշվի, դա այլ միջոցառում էր Ալի Խամենեի հողարտակավորության հարցեր էին, ուրեմն ստեղ այլ թեմա էր Տեհրան գնալը Նիկոլ Փաշինյանի, բայց պաշտոնական աշխատանքային այցը առաջինն էր Նիկոլ Փաշինյանի մեր ընտրություններից հետո ազգային ժողովի հենց Ռուսաստանը, ու Միշուստինը դա նշեց։ Հիմա Ռուսաստանը, ճիշտը ձեզ ասեմ, կասկած ես չունեմ, որ չի տա մեզ հնարավորություն բալանսավորված քաղաքականություն շարունակել։ Ես կասկած չունեմ, բայց Նիկոլ Փաշինյանը, քանի որ ինքը ղեկավար է, վարչապետ է, ինքը ուզում է մեղմացնել Ռուսաստանի ցավոտ արձագանքը այն փաստի, որ Հայաստանը գնում է դեպի եվրոինտեգրացիա։ Ինքը ուզում է մեղմացնել։ Դրա մեջ տրամաբանություն կա, դա նաև մտնում է Նիկոլ Փաշինյանի բալանսավորված քաղաքականության կամ բալանսավորվող քաղաքականության շրջանակները։ Ես որպես փորձագետ ասում եմ իմ կարծիքով հետ չի կանգնի Ռուսաստանը, Պուտինը հետ չի կանգնի, իրանք կստիպեն մեզ կամ հրաժարվել եվրոինտեգրացիայից կամ կլինի փակ մեզ համար այդ շուկան ռուսական եւ ԵԱՏՄ-ի։ Հիմա Ռուսաստանը կողմը պարզ է, իր պահանջները դրեց։ Նիկոլ Փաշինյանը եկավ ասեց մենք ուզում ենք ձեզ հետ համագործակցել, իրենց պահանջները դրեցին։ Օրինակ, նույն Միշուստինը ասեց, որ մենք պետք է անպայման Հայաստան, Ռուսաստան միջին խոշոր միջին փոքր ձեռնարկությունները իրար մեջ ավելի ակտիվ աշխատեն։ Ինքը ասեց, որ անպայման պետք է վերականգնվեն այդ Հայաստանի օրերը Ռուսաստանում, Ռուսաստանի օրերը Հայաստանում, այդ մշակութային համագործակցությունը։ Պարզ է, դուք գիտեք, որ Ռուսաստանը շատ էֆեկտիվ օգտագործում է
մշակույթը, գիտությունը եւ այդ ոլորտները համագործակցելիս տարբեր երկրների հետ, որ իր ազդեցությունը ուժեղացնի նաեւ քաղաքական դաշտում։ Դա է պատճառը, որ շատ ու շատ երկրներ փակեցին ռուսկի դոմ, այդ ինստիտուտները, այդ կենտրոնները իրանց մոտ փակեցին։ Վերջի օրինակը դա Մոլդովան է։ Մոլդովան փակեց ռուսկի դոմը, բայց հիմա ինքը Միշուստինը հիշեցրեց, որ այս ոլորտում մենք պետք է նորից աշխատենք։ Ավելին Միշուստինը ասեց, որ մեր ներդրողների համար կոմֆորտ պետք է ստեղծեք մթնոլորտը հիմա վատ է։ Պարզ է խոսքը գնում է երկաթգծերի մասին Ռուսաստանի կոնցեսիան, իբր իրանք ներդրում են անում, դուք խանգարում եք։ Պարզ է, որ Լիխաչովը Ռոսատոմի ղեկավարը ասեց մենք ուզում ենք ձեզ մոտ կառուցել ատոմակայան, երկրորդ ատոմակայանը մենք ուզում ենք հենց կառուցել։ Ինչ եմ ուզում դրանով ասել։ Ինձ համար պարզ էր, որ Ռուսաստանը իր պահանջները կդնի մեր առջև։ Հիմա մեր կառավարությունը պետք է մտածի ինչ է անում։ Պարզ է, որ եթե դու համաձայնվես կառուցել Ռուսաստանի ատոմակայանը Հայաստանում, եթե դու համաձայնվես, որ կոնցեսիան երկաթգծերի չփոխվի, Ռուսաստանը շարունակի այդ կոնցեսիան կառավարել, պարզ է ոչ մի Դոնալդ Տրամփ ծրագիրը չի իրականացվի։ Պարզ է, որ եթե մենք գնանք այդ խոշոր զիջումների, որոնք փաստորեն պահանջում են մեզանից ու Միշուստինի թիմը դա հնչեցրեց, նաև ինքը Միշուստինը ակնհայտ է, որ ոչ մի եվրոինտեգրացիա չի լինի, մեզ համար շուկան կբացեն, բայց Հայաստանը ոչ մի դիվերսիֆիկացիա չի անի, նույն կախվածության մեջ կմնա։ Չեմ կարծում, որ այդ ճանապարհով կգնա կառավարությունը, չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի եվրոինտեգրացիայից, ուրեմն պատասխան ես ունեմ այս բանակցությունները ոչ մի բանի չեն բերի, ոչ մի շուկա Ռուսաստանի չի բացվի։ Այո, կառավարությունը ուզում է բալանսավորել հարաբերությունները, մի կողմից Եվրոմիություն, Միացյալ Նահանգները, մյուս կողմից Ռուսաստան, բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանը այսօր պատրաստ է այդ բալանսավորմանը գնալ։ Բայց Նիկոլ Փաշինյանի հարցադրումները կապված նրա հետ, որ ԵԱՏՄ-ն աշխատում է, թե ոչ, ճիշտ հարցադրում է։ Եթե դուք շուկան բացեցիք մեկի ԵԱՏՄ-ի, փակեցիք մեկի ԵԱՏՄ-ի անդամ եք, ուրեմն ԵԱՏՄ-ի խաղի կանոնները չեն աշխատում, ու պարզ է, որ քննարկում գնացել այդ հարցերի հետ կապված, ու իմ կարծիքով պարզ է, որ Ռուսաստանը պատասխան չտվեց, ուղիղ հակառակը, մեր առջև դրեց խնդիրներ, որ մենք համաձայնվենք ռուսական ատոմակայան կառուցել Հայաստանում, որ մենք համաձայնվենք, որ երկաթգծային կոնցեսիան Ռուսաստանի ձեռքերում մնա ու Ռուսաստանը եթե վերականգնվի երկաթգծերը վերականգնվի, Ռուսաստանը վերահսկի այդ process-ը, դա նշանակում է ոչ մի թրիփ չի լինի, Դոնալդ Տրամփ ծրագիրը չի իրականացվի։ Ու հիմա նորից ուզում եմ անդրադառնալ պարոն Գագիկ Ծառուկյանի պատմությանը։ Դուք գիտեք, ի վերջո Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը Բարգավաճ Հայաստանը չկարողացավ հանձնել այդ 4%-անոց շեմը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ Սահմանադրական դատարանը իր վերջնական որոշումը ֆիքսեց, որ չի անցել այդ կուսակցությունը։ Ու Գագիկ Ծառուկյանը նաև հիմա գտնվում է մեծ ճնշման տակ, ոչ միայն չանցավ իր կուսակցությունը 4%-անոց շեմը չունի հիմա ֆրակցիա ազգային ժողովում, բացի դրանից մեծ լուրջ process է գնում իր օբյեկտներում, դու գիտեք եւ լիցենզիայից խլում են իր օբյեկտները եւ հետ խուզարկություններ այդ օբյեկտներում վերջի 2 օրը անցկացվում են եւ ինչքան հասկանում եմ կարող են օտարվել իրանից մի քանի խոշոր օբյեկտներ նաեւ այդվում Արարատ ցեմենտը ինչ որ մեծ process է գնում ստեղ կոռուպցիոն բաղադրիչ ինչքան հասկացա կա չգիտեմ կա բաղադրիչ կապված ընտրակաշառքների բաժանման իր հետ կապված գործը իր ցուցակից Բարգավաճ Հայաստանի կային մարդիկ գիտեք ում դեմ հարուցեցին գործ որ ընտրակաշառքներ կամ մեղադրվում են իրանք որ ընտրակաշառքներ
ուրեմն ես տեսնում եմ մեծ process, ես հույսով եմ, որ դատախազությունը կամ հակակոռուպցիոն կոմիտեն մեզ կասեն ինչ գլխավոր կետերով մեղադրանքներ կներկայացվեն կամ ներկայացվում են պարոն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրան ձեռնաշղթաներով տարան դատարան այսօր պետք է ասեմ, որ այն արյուծները, որոնք կային իր տանը, իրանց տարան կենթանաբանական այգի, այդպես բավական բարդ process է գնում, ճիշտն ասած, միգուցե դա սպասելի էր, հիշում եք Նիկոլ Փաշինյանը քննադատում էր այդ ընտրակաշառքների բաժանումը, իրանց դրա մեջ մեղադրում էր պարզը դատարանների որոշումները, երբ որ լինեն մենք կարող ենք 100%-ով պնդել, բայց մեղադրանքներ կային, հնչեցնում էր Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքական մեղադրանքներ եւ այս ձևի մեղադրանքներ, բայց հիշում եք Նիկոլ Փաշինյանը խոստում տվեց, որ բոմժեր այդ մարդկանց դարձնի լուրջ մեղադրանքներ հնչեցնում էր, նո այդ process-ը գնաց, ընդդիմադիր ուժերը եւ միասին մի քանի կուսակցություն հանդես եկան հայտարարությամբ, դատապարտում են այս բռնա ճնշումները Գագիկ Ծառուկյանի դեմ ուղված եւ իրակուսակցություն ասում են, որ ընդդիմությունը ուզում են լրացնել եւ այլն, բայց իմ կարծիքը շատ հասարակ է։ Ես կտրականապես դեմ եմ, որ մեծահարուստները, հիմա ոնց ուզում եք ասեք, օլիգարխ ասեք, մեծահարուստ ասեք, կտրականապես դեմ են, որ մտնեն քաղաքական դաշտ։ Ոչ մի բանի իրանք չեն հասնի, փոխվեցին ժամանակները։ Հիմա հասարակությունն էլ դա չի ընկալում, հասկանում եք, ոչ միայն ասենք հեղափոխությունով եկած իշխանությունները այդ երևույթների դեմ պայքարում են, հիմա կարծես թե ավելի հետևողական են պայքարում, դա լավ է, բացի դրանից հասարակությունը էլ դա չի ընկալում։ Ես ավելին ձեզ ասեմ, քաղաքական ուժերը, որոնք ուզում են գործել Հայաստանում, պետք է դադար տալ կապեն իրանց ապագան Կրեմլի հետ, Մոսկվայի հետ։ Պետք է հանենք մեր միջից դա։ Մեծահարուստները չպետք է մտնեն քաղաքական դաշտ, իրանց տեղը ունենան, բացի դրանից կախվածությունը դրսից Կրեմլից պետք է դադար տալ։ Ի վերջո, ինչ է ցույց տալիս ժամանակը։ Ռուսաստանը ոչ միայն հանձնում է իր դաշնակից պետություններին, դավաճանում է, նաև անձերին դավաճանում է։ Բաշար Ասադին հանձնեցին, Ղարաբաղի ղեկավարներին հանձնեցին, հիմա բերթերում են, գիտեք որտեղ։ Նույնը Վուչիչը, Սերբիայի նախագահան հիմա հրաժարական է տալիս, ինչու՞։ Միայն այն պատճառով, որ Պուտինը խոստում էր տվել աջակցել, հիմա չի աջակցում։ Ուրեմն դադար պետք է տալ այդ բացասական երևույթներին ու պետք է մեկ բան ասեմ, որ եթե այս պայքարում ընտրակաշառքների դեմ, առանձին անձերի դեմ, եթե հետևողական լինի կառավարությունը, եթե հետո դատարանները ընդունեն որոշումներ եւ մենք կունենանք նոր դրական պատկեր, միայն կշահի մեր երկիրը։ Ես հիմա անձերի մասին չեմ ասում, պարզ է դատարանների որոշումներից հետո մենք կարող ենք ասել, ով բաժանում էր ընտրակաշառք, ով ոչ, ով կոռուպցիոն գործերի մեջ թաթախված է, թե ոչ, բայց հիմա ինչ որ մեծ process գնում է, ես հույսով եմ, որ հետևողական կլինի ու դա միայն կաջակցի մեր երկրին, որ մեր երկիրը զարգանա ու իրոք գնա դեպի եվրոինտեգրացիա։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։